Մակրոնը եկավ Փաշինյանին զասոս դրեց։ Այս սեքսուալ տերմինաբանությունը, շեշտադրումները իրատեղեներ չէ, կարծեմ սեքսի նախարարություն էր առաջարկում բացել այդ փետրվարի 2-ին էր, եթե չեմ սխալվում, թե 1-ին էր, ինչ էր, հա։ Այս Մակրոնի մասին խոսում է մի քանի անգամ պարոն Կարապետյանը, ըստ երևույթին, որովհետև այնտեղ իր անունով ինչ որ կալված կա Ֆրանսիայում, հա, որը բանը ահագին տատական քրեական պատմությունների մեջ է, գույքի, կալանքի տակ առնել եւ այլն, ոնց որ թե Մակրոնը հանգիստ չի տալիս պարոն Կարապետյանին, այստեղ Ֆրեյդի հետ բան կա, էլի, զրուցելու բան կա, հաղորդումը բրձնի զանգեմ նայեմ ինչ կասի հեչես մասին, էլի, հա, Մակրոնը եկավ Փաշինյանին զասոս դրեց։ Մեկն էլ մեկնաբանությունների մեջ գրել էր, իսկ Պուտինը քեզ զասոս չի դրել, հա, արժե ընդհանրապես քաղաքական բանավեճում այս զրույցը կիրառել, ընդհանրապես ստեղ էլի, բանը ինչ է անունը, պարոն Փաշինյանը էլի չի զիջում, էլի այս մակարդակի զրույցների մեջ հիշում եք, հա, եկեղեցու հետ կապված, եկեք կաբինետս հանեմ ցույց տամ, հա, այնպես որ իրար արժանի ախոյաններ են, էլի այս մակարդակում, սա պիտի նկատի ունենանք, էլի, հա։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։